Բարև ձեզ, հարգելի սիրելի ժողովուրդ, այսօր հունիսի 1-ն է եւ խոսում է ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։ Ուրեմն այսօր տեղեկացա նախ առաջինը, որ Ռուսաստանի Դաշնությունը փակել է արդեն ձուկը եւ Հայաստանում լիքն են գյոլեր, այսպես ասած ժողովրդական լեզվով, որտեղ բախվում են ձկնաբուծությամբ եւ ինքս անձամբ տեղյակ եմ, որ այդ գյոլերի սեփականատերերի գերակշիռ մասը բանա Նիկոլա Զավր, հիմա միանշանակ համոզված եմ, որ չեն դառնա Նիկոլա Զավր, որովհետև հնում էին Նիկոլ էին քարոզում, հիմա հենց արդեն կպանի անց գրպանին, այլևս իրանք Նիկոլ չեն քարոզի։ Այդտենց են, չէ՞, մեր բիզնեսմենների գերակշիռ մասը տենց է, հենց կպնում ես ջեբին, իրանք դառնում են հայրենասեր։ Հենց ջեբին չես կպի, իրանք հայրենասեր չեն։ Օրինակ, ոնց օրինակ Տաշիրը ջեբին կպան, հելա դառավ պատրիոտ, ընկերն ինչ-որ իր անգրագիտությամբ փայլատակում է։ Մյուս անգրագետը ընկեր Դոդը, բայց հիմա ստեղ Դոդի մասով ես ուրիշ բան ունեմ ասելու, ինձ փոխանցեցին, որ հակակոռուպցիոն կոմիտեն հարուցել է գործ Դոդի կուսակցության վրա։ Ես այսօր սպասում եի, ասեմ ավելին, ես չեմ զարմանա, որ վաղը կամ վաղը չեմ միսօրը Դոդը կալանավորվի, ձերբակալվի, ապա կալանավորվի եւ փորձեմ Դոդին ներկայացնել այդպես հեգնդիմությունն է։ Ձերբակալվել է, կալանավորվել։ Հայաստանը ուզում են բրթեն առաջ, որ ժողովրդի առաջ որպես ընդդիմություն լինի, բրթում են Դոդին։ Այսինքն ներողություն, ասում են ձերբակալման կալանավորման սցենարի։ Հիմա Դոդն է։ Ուրեմն ես ինչ եմ ուզում ասեմ, Նիկոլ, Դոդին կուզես կալանավորի, կուզես ձերբակալի, Դոդին մեռան կալանավորելով, ձերբակալելով, ձերից թող առնելով, թողելով, բոզի թողու քֆուրուտելով, թողելով։ Տղա ջան, Դոդին ուզում ես պատժես, ուզում ես ընդդիմություն ցույց տաս։ Դոդի տղուն տար բանակ, ավելի հեշտ է, չէ՞, բանակ զորակոչելը, քան մարսու գլխին քերական զոզ գործ սարքել, կալանավորել, չնայած նրա գլխի սարքելու բան պետք չի, նրա ոռի տակ տոննով քակ կա, Տաշիրի տակ տոննով քակ կա, Ռոբիկի տակ քակ կա, բայց չգիտեմ խի գնացի կպակ Դոդին, որովհետև պետքա Դոդին բրթել մտցնել, պետքա մտցնել Դոդին պարլամենտ, ամեն ինչ անել, որ այդ իրեքով գոնե միանան, այսպես ասած կարողանան քո ձեռից իշխանություն խլել, իբր թե, եւ քեզ չդատեն, ամբողջ Խնդիրը դա է, որովհետև եւ Դոդը, եւ Քոչոն, եւ Տաշիրը ոչ մեկ չի ասել հրապարակայնորեն, եւ չի քֆուր կերել, չի խոսք տվել իր ընտրողներին, որ քեզ ու քո թայֆին պետական դավաճանության հոդվածով դատելու է։ Միայն խոսք տվողը հրապարակայնորեն Վարդան Ղուկասյանն է, որ ասում է դատելու է։ Քեզ էլ քո թայֆին էլ, նախկիներին էլ եւ ներկաներին էլ։ Այնտեղ տարբեր մարդիկ հլնում են, քո դեմ խոսում են, բայց ոչ մեկ չի ասում, որ բոլորին ներկա, նախկին, բոլորին իրականացնելի է համաշակման աշխատանք։ Հիմա սելի ժողով չզարմանաք, որ վաղը կամ վաղը չեմ միսօրը Դոդին ձերբակալեն, հետո կալանավորեն 2 ամսով։ Բայց դա չի նշանակում, որ Դոդը ընդդիմություն է։ Դա իրանք անելու են, որ կարողանան ժողովրդի մեջ կարծիք ստեղծեն, որ տեսեք, Դոդը բեսամբ ընդդիմություն է, որ գնաք ցենտակ, որ գոնե 4%-անոց շեմը ընտրակաշառքով, բանով այդ մարդը զորով բրթելով մտի պարլամենտ։ Կոտը չուտեք։ Դոդին ոնց բռնել են, անեսեք թողեն։ Հիշում եք 2018-ներ, 20-ներ, բռնին թողին։ Դա նորություն չի։ Այն Նադիրա Զորաբյանն էլ գնաց պարկան Նալբանդյան փողոցի ասֆալտին։ Հիշում եք այդ ակցիաները։ Տղա ջան, նույնիսկ եմ գնում, տղուն տարեք բանակ, տղուն։ Իան մի կալանավորի, դու իան չես կարա կալանավորի, դու կալանավորելու ես, թողելու վեկալելու ես, նորից թողելու ես։ Տղուն տար բանակ, տղուն կալանավորի, անձի առևանգումը վրեն դրած է։ Այն Եղվարդի անասունին, որ առևանգել էր, որ սիրահարվել է Անգելինա Ջեքսոնի վրեն, Վովայի ակարտի, տղուն կալանավորի։ Իսկ ժողովրդի ես մի կլանից ուզում եմ տեղյակ պահեմ, հարգելի ընտրողներ, կուտը չեք ուտում, հանկարծ չխափնվեք, որ եթե Դոդին բռնին, Դոդը ընդդիմություն է, բնավ, Դոդը ընդդիմություն չի ելերը, Դոդը իա փողերի դառնա։ Նույնն էլ Տաշիր Սամոն, իա փողերի դառնա, իա ուշկումիտը իա հեծնա։ Չնայած նա, որ հեծի փոխհատուցումը ստացել է $30 միլիոն, ձեր հարկատուների գրպանից, բանակի գրպանից, մարդ ասում է չէ, ես էլ եմ հեծը ուզում, իմ հեծը պիտի տակնձի, Տաշիր պիցաները պիտի դացվի, եւ այլն։ Եվ հանկարծ չմտածեք, թե սրանք ռուսական տեր են, սրանք
օլիգարխիկ թև են, սրանք քրյա օլիգարխիկ թև են, սրանք ռուսական թև չեն։ Սրանք եթե փորձեցին ապրել Ռուսաստանի, այսինքն գնալ ռուսական կողմ, իբր թե չեն կարող, ինչի չեն կարող, որովհետև եւ Տաշիրը, եւ Քոչոն, եւ Դոդը ունեն արշազգույք Եվրոպաներում եւ հետո Ամերիկայից։ Հիմա նույնը կանի իրանց գլխին Ամերիկայի, իրանք չեն գնային կողմ, մոռացեք։ Եվ չմտածեք, որ եթե գնացեք Տաշիրին, ձեն տվի Քոչոին կամ Դոդին, չգիտեմ, Ռուսաստանը սահմանները բացելու է, ձեր ձուկը, ձեր ծաղիկը, ձեր Բադրջանն ու Քալամը գնալու է Ռուսաստան։ Բնավ, սրանք չեն կարող ռազմավարական պետական որոշում կայացնել։ Որովհետև եթե այդպես բանը, հիմա արդեն դա Ամերիկայի սրանց կդնի ու այն բանից կանի։ Եվրոպայի կդնի կանի։ Այստեղ այն կոմեսեթը նրանք չեն շինում, այն կոմեսեթը նրանք են։ Պիտի այնպիսի մարդը, որը ոչ չունենա կապիտալ Եվրոպաներում, Ռուսաստաններում, Ամերիկաներում, որ խիղճը մաքուր է, ազատ է ինքը։ Իա խղճի, իա ժողովրդի, իա պետության առաջ։ Այնպես որ հունիսի 7-ին գնում ենք ընտրատեղամաս եւ քվեարկում ենք համար 15 քվեացերտիկի օգտին, դոկ կուսակցության օգտին, Վարդան Ղուկասյանի գաղափարների օգտին, Վարդան Ղուկասյանի օգտին։ Միայն ուրիշ գաղափարախոսություն մեզ համար սին է։ Միայն Վարդան Ղուկասյանի նախընտրական ծրագիրն է, որը որ ի կատար ասվելու դեպքում սրանք բոլորը թեքելու են ասոյի փայտիկին։ Սելի երիտասարդություն, չհավատակ ոչ Դոդերին, ոչ Տաշիդերին, ոչ ռոբիկականներին։ Համար 15, վերջացավ։ Այսքանը։